Բարի գալուստ ինֆոկոմ, ես ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն եմ։ Այսօր իմ հյուրն է ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանոմյանը։ Հայկ, ողջույն։ Այսօր փորձենք քննարկել արցախցի փախստականների հետ կապված խնդիրները։ Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները այս թեմայով եւ այդ զարգացումներից ամենագլխավորը թերևս կառավարության կողմից որոշումներ զգալիորեն կրճատել պետական աջակցության ծրագիրը, այսպես կոչված 40+10 ծրագիրը, որը բավականին լուրջ հետևանքներ ունեցավ ընդհանուր առմամբ ինտեգրացիայի գործընթացի վրա։ Որոնք են այդ հետևանքները եւ արդյոք այս որոշումը կարող է ավելի երկարատև բացասական արդյունքների պատճառ դառնալ։ Ծրագրերի տրամաբանությունը պիտի շարունակականություն ապահովելը լինի։ Եթե հենց սկզբից կարճաժամկետ ծրագրեր արվեցին, արագ, որպեսզի այդ հումանիտար ճգնաժամը տեղի չունենա, ապա անցան միջնաժամկետ ծրագրերի, այդ 40+10-ը, որը պետք է պատրաստեր բնակչությանը ավելի երկարաժամկետ ծրագրերի ինտեգրվելուն։ Հիմա 2 տարի է փաստորեն սկսվել է երկարաժամկետ ծրագիրը, բնակապահովման մասին է խոսքը, որի տվյալները այնքան է գոհացուցիչ չեն, հատկապես առաջին տարում գրեթե դիմումներ չկար, երկրորդ տարում որոշակի ակտիվացել է, բայց 25,000 պոտենցիալ ընտանիքից այդ ծրագրից օգտվել է դեռևս 2,000-ը։ Այսինքն մենք նույնիսկ 10%-անոց արդյունք չունենք 2 տարվա ընթացքում եւ բավականին այնքան էլ արդյունավետ չի ծրագիրը հենց սկզբից դրվեր, իմպլեմենտացվել եւ այսպես շարունակ։ Եւ այդ պարագայում միջնաժամկետ ծրագիրը էականորեն կրճատելը շատ վատ գաղափար էր, որի հետևանքները մենք տեսանք, դա բերեց արտագաղթի բարձրացման։ Հենց սկզբից արտագաղթի որոշակի տեմպ կար, սակայն միջնաժամկետ ծրագրերով աստիճանաբար կրճատվեցին, մարդիկ գնացին, չկարողացան ուրիշ երկրներում ինտեգրվել, կրկին վերադարձան, այդ անվտանգային բարձիկը սոցիալական Հայաստանի Հանրապետությունը տալիս էր, որպեսզի իրենք փորձեն աշխատաշուկային ինտեգրվել, փորձեն բնակապահովման մասին մտածել եւ այլն։ Սակայն այդ բարձիկը կտրելով կամ էականորեն կրճատելով իշխանությունը փաստորեն մեծացրեց, ինչ ցույց է տալիս տվյալները, միանգամից մի 4,000 հոգով ավելացավ արտագաղթածների թիվը։ Այնուամենայնիվ վերջնական տվյալներով գնացած չեկածների թիվը 150,000 պոտենցիալ զանգվածից 15,000 է, 10% է, որը մեծ թիվ է։ Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդագրական վիճակը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2040 թվականը պատրաստում է մի քանի միլիարդ դոլար ծախսել, որպեսզի Հայաստանի բնակչությունը էականորեն չնվազի, չնայած վերջնարդյունքով ըստ այդ ռազմավարության պիտի նվազի, այդ փոքր գումարները ծախսելը բնակչությանը պահելու համար շատ վատ գաղափար էր այդ փոքր գումարները կրճատելը։ Նամանավանդ, որ այս բնակչությունը աչքի է ընկնում իր երիտասարդ կազմով, ավելի երիտասարդ է Արցախի բնակչությունը, քան Հայաստանի բնակչությունը, պտղաբերության բարձր ինդեքսով, որպեսզի պատկերացնեք, Հայաստանում կանանց պտղաբերության ինդեքսը 1.6 է, Արցախում երկար տարիներ 2.3 էր եւ այնուհետեւ իջեր մինչեւ 1.9։ Հայաստանի ռազմավարությամբ ռազմավարական նպատակ է դրվել այդ 1.6-ը բարձրացնել 1.8-ի։ Այսինքն դա ոչ միայն զուտ քանակական արտագաղթ է, դա նաեւ լուրջ դեմոգրաֆիական որակներ ունեցող երիտասարդ բարձր պտղաբերության ինդեքսով բնակչության արտագաղթ է Հայաստանից։ Այո, կարծում եմ, երբ այդ որոշումը կայացվել էր, կառավարությունը հիմնավորում էր դա նրանով, որ այս սոցիալական ծրագրերը չեն խթանում փախստականների մոտ աշխատանք գտնել, զբաղվածություն գտնել եւ նրանք նաեւ բացատրում էին կրճատումը նրանով, որ սա հավելյալ շարժառիթներ կստեղծի մարդկանց մոտ աշխատանք գտնել։ Ես կարծում եմ, սա ի սկզբանե սխալ գնահատական էր, որովհետեւ այն սոցիալական աջակցությունը, որ տրամադրվում էր, բնականաբար բավարար չէր մարդկանց խնդիրները լուծելու համար եւ նույնիսկ այդ սոցիալական աջակցության պայմաններում պարզ է, որ բոլորն էլ աշխատանք փնտրում էին եւ արդյունքով, ինչպես նշեցիք,
արտագաղթի թվերը մեծացան, եթե մոտ մի տարի այդ թիվը 11,000-ի կողմերը կայունացել էր, այսինքն երկիրը լքածների ու չվերադարձածների, ապա այդ որոշումից անմիջապես հետո հետագա ամիսների ընթացքում 3-4 ամսվա ընթացքում թիվը հասել է 15-16,000, հիմա եթե չեմ սխալվում 15,000-ի մոտ է։ Կարծում եմ կարևոր է նաև այս հարցը դիտարկել ոչ միայն Հայաստանի ընդհանուր խնդիրների տեսանկյունից դեմոգրաֆիական եւ այլ խնդիրներ, այլ որպես մարդու իրավունքների հետ կապված խնդիր, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել, այսինքն այս խնդիրը առանց նույնիսկ քո կողմից նշված այդ ավելի գլոբալ նպատակների եւ գործընթացների պետք է առաջնահերթություն լիներ, որովհետեւ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը մի շարք պարտավորություններ է ստանձնել այդ մարդկանց նկատմամբ, նույնիսկ կառավարության վերջին ծրագրով Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը Արցախի բնակչության եւ հիմա պարզապես այս տիպի վերաբերմունք ցուցաբերելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք խոսեցինք աջակցության ծրագրի մասին, 40+ ծրագրի մասին, ինչպիսի իրավիճակ է այլ ծրագրերի հետ կապված, մասնավորապես բնակապահովման ծրագրի հետ կապված, այստեղ տեսնում ենք, որ որոշակի փոփոխություններ տեղի ունեցել, բայց արդյոք այդ փոփոխությունները բավարար են, որպեսզի մարդկանց իրական հնարավորություն տան բնակարան կամ տուն ձեռք բերել Հայաստանում։ Ես ուզում եմ մի ուրիշ համեմատություն անել, քանի որ շատ է շահարկվում այս թեմաները, որ գումարները հատկացվում պետությունը, նպաստներ է տալիս եւ այլն Հայաստանի հարկատուների հաշվին եւ այլն։ Բերենք մի հատ ուրիշ ծրագրի հետ համեմատենք եկամտային հարկի վերադարձի հետ։ Հայաստանի հարկատուների եկամտային հարկի վերադարձի գումարը այս տարի 25 թվականին արդեն 100 միլիարդ դրամի էր տարեկան հասել։ Դուք պատկերացրեք հիմա այսինքն այդ գումարը տրվում է մեծ հաշվով միջինից բարձր եկամուտներ ունեցող անձանց բնակարան ձեռք բերու մեծ հաշվով կամ հիմնականում նոր հարստություն կուտակելու համար։ Եվ պատկերացրեք այս նույն արցախցիները, որ եկել են, փաստորեն այդ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը արդեն վերջանում է եւ շատ բնականաբար արցախցիները հիմնակաշահառուն չեն կարող լինել, բայց պատկերացրեք մի 5-7-8 տարով այդ արցախցիներին նույնպես եկամտային հարկի վերադարձ եք տվել նպաստի ձևով, չխնդիր կա։ Չէ՞ որ այդ մարդիկ աշխատում են, այսպես արդեն 30,000 մարդ ինտեգրված է աշխատանքային շուկայում, եւ պատկերացրեք, որ 5-6-7 տարի այդ մարդկանց եկամտային հարկը վերադարձրել եք, որպեսզի ընդհանրենք չաշխատող կամ նույնպես աշխատող եւ եկամտային հարկ մուծող մարդիկ որոշակի նպաստ ստանան եւ կարողանան վերականգնվել Հայաստանում, ամրանան տնտեսապես աշխատաշուկայում ինտեգրվեն, բնականային հարց լուծեն եւ այլն։ Ինչ վերաբերում է բնակապահովման խնդրին, ամենալուրջ թերությունը այն էր այս ծրագրի, որ ծրագրով չի խրախուսվում առաջնային շուկան կամ նորակառույցները եւ հաճախ բերում է այս սերտիֆիկատների ծրագիրը լուրջ խնդիրների մարզերում անշարժ գույքի հետ կապված։ Բերում է աննախադեպ թանկացման 30-40% այն համայնքներում, որտեղ ակտիվ ծրագիրը աշխատում է, անշարժ գույքի թանկացում է տեղի ունենում։ Կլինի դա Էջմիածինը, Հրազդանը, Իջևանը, թե այլ բնակավայրեր։ Սա լուրջ սոցիալական խնդիր է առաջացնում հատկապես տեղաբնակների համար, որովհետև բնակարան ձեռք բերողների համար պետությունը արհեստականորեն այս ծրագրով թանկացրել է անշարժ գույքը։ Դրա միակ լուծումը պետք է լիներ նորակառույց նոր բնակֆոնդի ստեղծումը, թեկուզ հենց նույն այդ սերտիֆիկատների գումարի չափով, միգուցե նաև շահառուների կողմից որոշակի գումար ավելացնելու պայմանով, որը զգալիորեն կզսպեր գնաճը այս ոլորտում։ Հետո ինչ է տեղի ունենում։ Մեծ հաշվով, քանի որ անշարժ գույքը թանկանում է մարզերում, շատերը, որոնց տները իրացվելի չէին, կփորձեն իրացնել իրենց տները եւ տեղափոխվել լավագույն դեպքում դեպի Երևան, վատագույն դեպքում դեպի արտասահման, որովհետեւ ընդհանրենք պատկերացրեք Իջևանում 2 սենյականից բնակարանը նախկինում 10 միլիոն, 12 միլիոնով էլ չէին կարող վաճառել, հիմա արդեն 20 միլիոնով պահանջարկ կա։ Եվ տեղի ունենում տեղի բնակության փոխարինում փախստական բնակության, որը շատ վատ գործընթաց է,
կամ ենթադրենք Հրազդանում հարյուրավոր տներ, որոնց տերերը Ռուսաստանում են, 90-ականների դեինդուստրիալիզացիայից հետո քաղաքի բնակֆոնդ կա, բայց տերերը Ռուսաստանում են եւ հանկարծ իրենց մի քանի հազար դոլարանոց տները դառնում են մի քանի տասնյակ հազարանոց։ Անմիջապես վաճառում են եւ այդ գումարը Հայաստանից դուրս է գնում։ Այս ծրագիրը այս առումով շատ վատ էր եւ պետք էր այլ մոտեցումներ ցույց տալ։ Նամանավանդ, որ հենց սկզբից նույնիսկ կառուցապատման սերտիֆիկատների համար լուրջ բաներ էին դրած, սահմանափակումներ էին դրած, այն ինչը դրված չէր ենթադրենք սահմանամերձ գյուղերում 16 միլիոն դրամի ծրագրերի համար։ Երբ որ դու Հայաստանի սահմանամերձ գյուղերում տուն կառուցողներին թույլ ես տալիս անձով տուն կառուցել, իսկ Արցախցուն ասում ես, որ չէ, պարտադիր քոնը պետք է լինի շինարարական կազմակերպությամբ եւ այսինչ նորմերով, ապա դու բերում ես նրան, որ այդ սերտիֆիկատի արժեքի առնվազն ամենաքիչ 40%-ը կորչում է։ Հարկերը, շահույթը, շինարարական կազմակերպության եւ այլն։ Իհարկե վերջում փոխեցին այդ ծրագիրը, բայց փոխեցին այդ միջնաժամկետ ծրագրի կրճատումից հետո։ Իսկ միջնաժամկետ ծրագրի գոյությունը ինչ էր անում, եթե ես ուզում եմ տուն կառուցել եւ զուգահեռ պետությունը ինձ 40+10 է տալի, ես հնարավորություն ունեմ եւ վարձը մուծել եւ տունս կառուցել, բայց երբ որ այդ վարձ մուծելու գումարը չկա, դու արդեն չես գնում տունը կառուցելու։ Դրա համար էլ այդ 2000 իրացված սերտիֆիկատից 3 թե 4-ն են ընդամենը կառուցապատման, որ օգտագործվել է նոր բնակֆոնդ ստեղծելու համար։ Սա լուրջ խնդիր է, որը կարծում եմ կառավարությունը պետք է հաշվի առներ, նամանավանդ, որ այդ հին բնակֆոնդի վաճառքը մեծ հաշվով հնայի վրա մեծ ազդեցություն չի ունենում, այնինչ հակառակը նոր կառուցվող տները կարող են հնայի վրա նույնպես մեծ ազդեցություն ունենալ եւ գումարը, որը պետությունը պարտքով վերցրել է դրսից, կարող է շրջանառվել տնտեսության մեջ։ Այո, նշեցի զբաղվածության թվերի մասին, կարծում եմ այս երկու խնդիրների մեջ շատ անմիջական կապ գոյություն ունի, եթե մարդ նորմալ եկամուտներ չունի, պարզ է, որ ամենայն հավանականությամբ նույնիսկ այդ սերտիֆիկատներից չի կարողանալու օգտվել, որովհետև քո նշած նաև պատճառները, որ գները բարձրանում են նույնիսկ մարզերում, միայն սերտիֆիկատներով դժվար է ձեռք բերել բնակարան կամ տուն։ Մենք նախորդ տարվա ընթացքում եւ ընդհանրապես 23 թվականից սկսած շատ հաճախ լսում ենք տարբեր պաշտոնյաներից, այդ թվում նաև վարչապետ Փաշինյանից, որ արցախցիների համար առանձին ծրագրեր չպետք է իրականացվեն, այսինքն այդ ծրագրերը պետք է հասանելի լինեն ողջ բնակչությանը, եւ դա բացատրվում էր նրանով, որ ինչ որ թիրախավորված ծրագրերը արցախցիների համար կարող են սոցիալական ինչ որ բախումներ, չգիտեմ, տարաձայնություններ ստեղծեն հասարակության մենք նախորդ տարվա ընթացքում տեսանք, որ ինչ որ փոքր ծրագրեր այնուամենայնիվ արցախցի բիզնեսմենների աջակցության, խթանման եւ այլն իրականացվեցին։ Իմ կարծիքով գոնե տրամաբանության փոփոխության առումով դա ողջունելի քայլ է, որ այնուամենայնիվ սկսում են դիտարկել փախստականներին որպես առանձին խումբ, որոնց պետք է տարբեր ուղղություններով աջակցել, բայց արդյոք այդ աջակցությունը օրինակ նույն բիզնեսի խթանման եւ միջին բիզնեսի խթանման բավարար է եւ էլ ինչ կարելի անել, որպեսզի այս զբաղվածության խնդիրը ոչ միայն քանակական առումով լուծվի, այսինքն նշեցի 30,000 աշխատավարձ, բայց նախորդ տվյալներում օրինակ, որ Civilnet-ն էր հրապարակել, երևում էր, որ նախորդ հրապարակված թիվը 20,000 էր, որ երևում էր, որ այդ 20,000-ի մեջ 50%-ից ավելին 120,000 դրամից ցածր աշխատավարձ էին ստանում, որպեսզի նաև որակական աճ լինի, այսինքն մարդիկ ոչ միայն ֆորմալ առումով աշխատեն, այլ նաև այնպիսի եկամուտներ ունենան, որպեսզի կարողանան այս բոլոր խնդիրները նաև ինքնուրույն լուծեն։ 30,000-ը ինքնազբաղ եւ եկամտային հարկ մուծողների թիվն էր, դրանց մի զգալի մասը այո կարող են լինել բավականին փոքր եկամուտներ ունեցող ընդհանրենք կոշկակար, ժամագործ, տաքսիստ եւ այլն ինքնազբաղ մարդիկ, որոնք չերև եկամտային հարկ մուծողների բազայի մեջ եւ բնականաբար մի զգալի մասը ներգրաված է բավական ցածր վարձատրվող աշխատանքներում, դա խանութներում, տարբեր վաճառողների անվտանգության, մասնավոր անվտանգային ծառայություններում, կազմակերպություններում աշխատողների մասին է խոսքը եւ այլն եւ միջինից բարձր աշխատավարձ ստացողների թիվը բավականին քիչ է։
Ինչ վերաբերում է հատուկ ծրագրերին, գիտեք, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արցախցիների մատնանշած հիմնական խնդիրները բնակապահովումից հետո դա զբաղվածության հարցն է եւ սեփական գործը սկսելու համար փոխառու միջոցներ չունենալ։ Երրորդ կարևոր գործը։ Արդյոք պետք է սա առումով հատուկ ծրագրեր անեն, այո, պետք է, որովհետեւ եթե տեղաբնակը որոշակի գույք ունի տուն, ունի հողամաս, որը կարող է գրավ դնել վարկներ գրավելու համար, այդ նույն բաներից արցախցին զրկված է։ Հետևաբար որոշակի այս առումով պետությունը պետք է ուշադրություն հրավիրի ծրագրեր իրականացնելիս, որպեսզի մարդիկ կարողանան գործունեություն ծավալել։ Հետո իմ կարծիքով մի կարևոր որակական աշխատանք չի կատարվել։ Զուտ մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ այսպես ասած մասնագիտական անձնագրեր կառուցելու համար։ Ժամանակին մենք առաջարկել ենք Հայաստանի իշխանություններին, որ օգտագործեք տարբեր օղակներ, քանի դեռ այդ մարդիկ կան եւ այդ հիշողությունները կան, ընդհանրենք համայնքապետերին կամ շրջանային վարչակազմերի մասնագիտացված բաժիններին այդ տվյալները հավաքելու։ Ով է լավ շատ մեծ խաքանակով անասուններ պահել, ով է մեծ այգիներ կառավարել, ով է հաջողության ունեցել ընդհանրենք բանջարաբոստանային համակարգում եւ այլն, որպեսզի այս մարդկանց ներուժ օգտագործեք տարբեր ծրագրեր կազմելուց։ Ցավոք սրտի այդ աշխատանքը չարվեց եւ ցույց տվեց վիճակագրությունը, որ սկզբից Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված բնակչության աստիճանաբար հոսք եղավ դեպի Երևան եւ Երևանամերձ համայնքներ, մինչև 30 կիլոմետր Երևանի այդ շղթան։ Սա լուրջ խնդիր է, լրջագույն խնդիր է ամբողջ Հայաստանի համար, ոչ միայն արցախցիների, որտեղ աշխատանքի մեծ մասը Հայաստանում կենտրոնացած է մասնավոր աշխատանքի, հատկապես Երևանում եւ շրջակա 30 կիլոմետրում, եւ մի փոքր հանքարդյունաբերական կլաստեր էր Կապանի շուրջ։ Եվ սա այո, հատուկ ծրագրեր անելը կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել, բայց հատուկ ծրագրեր պետք չէր անել արցախցիների համար։ Հատուկ ծրագրեր պետք էր անել տարածաշրջանային ենթատեքստով։ Պետությունը խուսափում է աշխատաշուկայում միջամտություններ անելուց, այնինչ օրինակ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզում, որտեղ կա մեծ աղքատություն, ամենաշատ աղքատությունը կա Շիրակում, հետո Տավուշում, հետո Գեղարքունիքում, կա նաև շատ աննորմալ աշխատաշուկայի բաշխվածություն, այսինքն աշխատատեղերի 50%-ից ավելին, Գեղարքունիքում նույնիսկ 60%-ից ավելին դա բյուջետային աշխատողներն են։ Դրանք համայնքային ծառայողներ են, պետական ծառայողներ են, ուսուցիչներ են, բժիշկներ են եւ այլն։ Այս պարագայում բնականաբար պետությունը պետք է ավելի ուղիղ միջամտություն իրականացներ եւ ավելի ակտիվ միջամտություն իրականացներ, փորձեր ավելի արտոնյալ պայմաններով ֆինանսավորել տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնք ուղղված են այդ մարզերում աշխատատեղ ստեղծելուն, դա եւ կարող էր որոշակի արտոնություններ նաեւ արցախցիներին աշխատանքի վերցնողների համար լինել, նամանավանդ այդպիսի պետական ծրագիր կար սկզբնական, որը հնարավորություն բոլոր այն գործընկերներին, ովքեր աշխատանքի են վերցնում արցախցիներին, որոշակի ժամանակահատված եկամտային հարկի չափով դրամաշնորհ էր տալի պետությունը եւ այլն, բայց ցույց տվեցին ավելի խոր դիտարկումները, որ սովորաբար այդ արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո այդ աշխատատեղերը փակվում էին եւ շարունակականություն չէր ապահովում։ Որ ձեր նշած ծրագիրը, որը վերաբերում է որոշակի դրամաշնորհներին փոքրիկ եւ ուսուցման աշխատաշուկ, այդպիսի ծրագիր վերջերս հայտարարել են, ողջունելի է, բայց բավականին փոքր սեգմենտ է պարունակում դրված սահմանափակումների պատճառով։ Դա պետք է լինի սերտիֆիկատ վերցրած, չաշխատող հատվածից, իրենք գնահատում են 200, ես կարծում եմ, որ 100 էլ չեն գտնելու,
որովհետև նրանք, ովքեր սերտիֆիկատ են վերցրել, սովորաբար սերտիֆիկատի գումարը չի հերիքում տուն վերցնելու, նաև պետք է լրացուցիչ հիպոթեկային վարկ, լրացուցիչ հիպոթեկային վարկ կարող է վերցնել միայն գրանցված աշխատանք ունեցող մեկը, հետևաբար ես կարծում եմ, որ նույնիսկ շահառուների առումով այդ ծրագրի խնդիրներ են ունենալու։ Շատ լավ, հիմա փորձենք անցնել փախստականների ինտեգրացիայի հարցի ավելի լայն կոնտեքստներին։ Տես 2023 թվականին, երբ տեղի ունեցավ էթնիկ զտումը, բավականին լուրջ միջազգային ուշադրություն կար հարցին։ Առնվազն բոլորը խոսում էին այդ մասին, բոլորը իրենց առաջնահերթություններում նշում էին, որ օրինակ փախստականների ինտեգրման հարցը Հայաստանում իրենց ուշադրության կենտրոնում է գտնում։ Հիմա 2.5 տարի անց այդպիսի տպավորություն չի ստեղծվում, ավելին մենք հետևում ենք տարբեր գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի-ԵՄ հարաբերությունների մերձեցմանը, եւ տեսնում ենք, որ այս հարցին, եթե ինչ-որ տեղ հատկացվում է, ապա այն շատ սահմանափակ տեղ, օրինակ Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված վերջին փաստաթղթի մեջ կա հիշատակում փախստականների հարցի վերաբերյալ, բայց կրկնեմ, որ այնպիսի տպավորություն է, որ սա ինչ-որ լուսանցքային երկրորդական բնույթ ունեցող հարց է։ Նույնը վերաբերում է նաև ՀԿ դաշտում իրականացվող ծրագրերին, միջազգային դոնորների ուշադրությանը, եթե այդ առաջ տարվա ընթացքում կարծես թե բոլոր միջոցների մեծամասնությունը ուղղում էր հենց այս կոնկրետ հարցին, հիմա իհարկե ինչ-որ ծրագրեր իրականացվում են, բայց այդ ծրագրերը ավելի շատ սոցիալական բնույթ ունեցող ծրագրեր են, տեխնիկական աջակցության ծրագրեր են, ավելի լուրջ մարտահրավերներին, ինչպիսիքն են օրինակ ապատեգատության դեմ պայքարը, ատելության խոսքի դեմ պայքարը փախստականների ուղղված լուրջ ուշադրություն չի դարձվում։ Առաջի հարցը այն է, ինչու մենք ունենք այս իրավիճակը, ընդամենը 2.5 տարի անց Արցախի հայաթափումից, եւ երկրորդը ինչ պետք է նաև մեր դաշտը, վերլուծական դաշտը, ՀԿ դաշտանի այս խնդիրների նկատմամբ ավելի մեծ ուշադրություն սևեռելու համար։ Սա լուրջ խնդիր է, ես կարծում եմ, որ պատճառներից մեկը Հայաստանի իշխանությունների վարքագիծն է։ Առաջինը հենց սկզբից ինքնագոհ հայտարարություններ սկսեցին անել, որ մենք միակ երկիրն ենք, որ շատ կարճ ժամանակում 100 քանի հազար մարդու կարողացանք ինտեգրել, այսպես անել, այնպես անել։ Իրենց թվում էր, թե արցախցիները լիստը մի տեղը չգիտեն եւ բնական վարձով չեն գտնելու տեղավորելու համար։ Սա ուղղակի ու բոլոր տեղերը միջազգային գործընկերների հետ հանդիպելիս այդ փաստարկն էին բերում, այնինչ պետք է լուրջ աշխատանք տանել այդ թվում բարեկամ երկրների կողմից դոնոր համաժողով կազմակերպելու համար, որովհետև Հայաստանը լրջագույն հումանիտար խնդրի էր բախվել, Հայաստանի բնակչության 5%-ի բնակչություն էր եկել Հայաստան եւ դա այդ բնակչությանը ինտեգրելու, բնակապահովման, աշխատանքային շուկային ինտեգրելու հարցում լուրջ խնդիրներ են առաջացել եւ Հայաստանը կարիք ուներ միջազգային աջակցության։ Սա չկարողացան անել, սա մեծ ձախողում է։ Երկրորդը բնականաբար այս պահին միջազգային դոնորները աշխատելիս, այդ թվում հասարակական կազմակերպությունների հետ ուշադիր են իշխանական, պետական խոսքին եւ նրանց բանին, իսկ պատկերացրեք դուք ուզում եք պայքարել արցախցիների դեմ ատելություն սերմանող գրառումների կամ հանրային խոսքի դեմ եւ այլն, եւ այդ ատելություն սերմանող եւ հանրային ատելություն սերմանող խոսքի մի մասը գալիս է իշխանական ներկայացուցիչներից, մի մասը այն մարդկանցից, որոնք մասնակցում են նրանց ճաշկերություններին, տարատեսակ միջոցառումներին եւ այլն, իշխանամերձ կամ իշխանամետ, այսպես ասած, կարծիք ձևավորողներ են, հսկայական տեղեկատվություն եւ ատելություն տարածողներ են եւ ցավոք սրտի որևէ քրեական գործ իր տրամաբանական ավարտին այս առումով չի հասել եւ Հայաստանի նախաքննական մարմինները այնքան էլ հակված չեն այս առումով ակտիվություն ցուցաբերել։ Սա լուրջ խնդիր է եւ կարծում եմ այս ուղղությամբ նույնպես աշխատանք պետք է տարվի։ Այո, նախորդ տարվա ընթացքում մեր կենտրոնը հրապարակել էր զեկույց արցախցիների դեմ ատելության խոսքի վերաբերյալ, որում հիմնականում ներգրաված էին հենց իշխանական եւ պրոիշխանական դերակատարները,
եւ նույնիսկ ինչ որ օրինաչափություններ կարելի է նկատել, թե ինչպես էր այդ ատելության խոսքը տարածվում։ Եվ այդ զեկույցի մեջ տեղ գտած արձանագրումներից մեկը նաեւ այն էր, որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքը մեծանում է, ավելանում է հենց ներքաղաքական ճգնաժամերի ժամանակ եւ այդ առումով շուտով ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ, նախընտրական փուլը կարելի ասել դե ֆակտո արդեն մեկնարկել է, ֆորմալ առումով շուտով կմեկնարկի եւ վստահաբար կրկին տարբեր ուժերի կողմից թիրախավորումներ լինելու են, տարբեր կարծրատիպեր են օգտագործվելու, շատ տարածված կարծրատիպ է մարդկանց դիտարկել որպես ինչ որ ռեսուրս, որը օգտագործվում է արտաքին ուժերի կողմից կամ չգիտեմ ինչ որ քաղաքական դերակատարների կողմից, այդ առումով կարծում եմ ճիշտ կլիներ ինչ որ բարձրաբանումներ մտցնել արցախցիների եւ խորհրդարանական ընտրությունների թեմայով, արդյոք փախստականները կամ նրանց մասնակցությունը ընտրություններին լուրջ գործոն է լինելու, արդյոք արցախցիները ունեն ինչ որ հստակ նախապատվություն, երբ խոսքը գնում է ներքաղաքական գործընթացների մասին եւ ինչպես կարելի է ընդհանուր առմամբ մեղմել այս ապատեգատվության եւ ատելության խոսքի ալիքը, որ վստահաբար գալու է ընտրություններից առաջ։ Նախ սկսենք թվերից։ Արդյոք մեծ կլինի արցախցիների մասնակցությունը։ Քաղաքացիություն ընդունել է 20000 չափահաս։ Այսինքն քաղաքացիություն ասել է 070 կոդով անձնագիրը փոխել են այլ կոդով անձնագրի 20000 չափահաս եւ մոտավորապես 10000 լան չափահաս։ Այդ 20000 չափահասը հիմնականում ովքեր են փոխել անձնագիրը, ովքեր հենց սկզբից պետական ծառայության են անցել, ուժային կառույցներում են աշխատել կամ քաղցառող են ուզեցել դառնան եւ իհարկե բնակարանի սերտիֆիկատի հետ կապված։ Սովորաբար այդ 20 ենթադրենք հունիսին այդ թիվը հասել է 30000-ի լավագույն դեպքում տեմպերը մեծացել են քաղաքացիություն ընդունողների, բայց փաստաթղթավորում այնքան էլ արագ չի գնում, սովորաբար մի 3 ամիս տևում է 90 աշխատանքային օր, ավելի քան 3 ամիս։ Այսինքն լավագույն դեպքում մենք ունենանք 30000 չափահաս քաղաքացի, որի առավելագույնը 60%-ը կմասնակցի ընտրություններին։ Ենթադրենք, չգիտեմ, 25000 մարդ առավելագույնը մասնակցեց ընտրություններին։ Հայաստանում սովորաբար ենթադրվում է, որ կմասնակցի 1.400.000, 1.300.000, 1.400.000 մարդ։ Չնչին տոկոսներ է 25000-ը, չնչին։ Հասկանում եք, 1-2%-ի մասին է խոսքը։ Ընդ որում այդ 2%-ը բաշխված է տարբեր բաների միջև, ուժերի միջև։ Վերջին համայնքային ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանական տեխնացուների օգտին աշխատող բազմաթիվ արցախցիներ կան։ Այսինքն իշխանական ուժը նմանապես լուրջ հավաքագրումներ է իրականացնում։ Դա ցույց տվեց նաև տարբեր խորհուրդների ստեղծումը տարբեր նախարարություններին կից, դա ցույց տվեցին միասնական սոցիալական ծառայության պաշտոնյաների այցերը մարզեր, երբ այդ այցերը ուղեկցվում էին իշխանական падգամավորներով արցախցիների հետ հանդիպման ժամանակ եւ ակնհայտ էր, որ դա աշխատանքային չէր, դա քաղաքական հավաքագրման փորձ էր հասկանալու համար դահլիճից ով ինչպես է խոսում, մեկը շնորհակալություն է հայտնում, թե քննադատում եւ այսպես զտելու եւ հավաքագրելու արցախցիներին։ Այդ համակարգը աշխատում է, ինչպես իշխանական ցանկացած ուժ հնարավորություն ունի վարչական ռեսուրս օգտագործելու, չգիտեմ, դպրոցներում, տարբեր վայրերում, մարզպետարաններում, խոշորացված համայնքներում եւ այլն, եւ օգտագործում են։ Ես դա տեսնում եմ։ Տասնյակ օրինակներով եմ տեսնում։ Երկրորդ, այն ուժերն են ակտիվ աշխատում արցախցի ընտրազանգվածի վրա, որոնք անցյալ ընտրություններից անցումային շեմի մոտիկ էին եւ հնարավորություն ինչ որ փոքրիկ տոկոս էր պակասում խորհրդան անցնելու համար։ Ենթադրենք Ծառուկյանի ուժը շեմն էլ այջեցվել եւ բնականաբար ինքը ակտիվորեն աշխատում է այս նոր ընտրազանգվածի վրա։ Բնականաբար ակտիվորեն աշխատում են նաեւ գլխավոր ընդդիմադիր ուժերը Քոչարյանի նախկին նախագահ գլխավորած ուժը եւ Կարապետյանի գլխավորած ուժը անունները արդեն չգիտեմ ինչ անուններով կգնան ընտրություններ, կարծես նման են, դրա համար լիդերների անուններն եմ տալիս։ Հետևաբար արցախցիների այս 2%-ը բաշխված կլինեն առնվազն այս 4 խոշոր իշխանական ուժի
երկու խոշոր ընդդիմադիր ուժի, երրորդ փոքր ընդդիմադիր ուժի միջև եւ հնարավոր է բազմաթիվ այլ փոքր կուսակցությունների մել, որովհետեւ տեսնում եմ արցախցի տարբեր ակտիվիստներ նաեւ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեցող ուժերին են աջակցում եւ նրանց կազմում էլ կան ընդգրկված ակտիվիստների թվում, հետեւաբար ստերեոտիպ է, որ արցախցիները ինչ որ ուղղվածություն ունեն եւ կամ կարող են էականորեն ազդել ընտրությունների քվեարկության վրա։ Այո, կարծում եմ այդ ամենը շատ հստակ է, բայց ցավոք սրտի նախընտրական պայքարում շատ հարմար թեմա է լինելու տարբեր ուժերի կողմից, առաջին հերթին իշխանության կողմից կրկին մարդկանց թիրախավորելու համար, մենք դա տեսել ենք վերջին 2.5 տարվա ընթացքում, երբ անընդհատ պատասխանատվությունից խուսափելու համար ինչ որ խմբեր էին գտնում կամ ինչ որ դերակատարներ էին գտնում, որոնց վրա կարելի է բարթել պատասխանատվություն եւ այդ առումով կարծում եմ մենք եւս բավականին լուրջ աշխատանք ունենք անելու այս դաշտում, որպեսզի փորձենք առնվազն մեղմել այդ գործընթացի բացասական հետևանքները փախստականների ինտեգրացիայի գործընթացում։ Սա կներես փախստական ինտեգրացիայի հարց չի։ Քաղաքասարակությունը հետատելության թիրախավորման մթնոլորտի դեմը պետք է առնի, որովհետև դա բումերանգ է, որը լրջորեն հարվածելու է ամբողջ հասարակությանը։ Եվ այս բևեռացումը լավ բանի չի բերում։ Դա բերում է հասարակության թուլացման։ Նախ եւ առաջ հետատելության մթնոլորտը բերում է քաղաքասարակության թուլացման եւ հետագայում դեպի ավտորիտար նկրտումների ավելացման։ Հետեւաբար, եթե այս հարցի շուրջ քաղաքասարակությունը միասնական դիրքորոշում չունեցավ եւ չպայքարեց դրան, առաջին հարվածներից մեկը ինքն է ստանալու։ Այստեղ ոչ միայն քաղաքասարակության խնդիրն է, այլ ընդհանուր առմամբ ժողովրդավարական գործընթացի, ժողովրդավարական կոնսոլիդացիայի հեռանկարների սկզբին է, երբ դու ունես բաժանված հասարակություն, ամենաֆունդամենտալ գծերով բաժանված, պարզ է, որ այդպիսի հասարակությունների վստահության մակարդակը ավելի ցածր է լինում, ինչը կարևոր նախապայման է հենց կոնսոլիդացիայի համար։ Ցավոք սրտի քաղաքասարակության բազմաթիվ ներկայացուցիչների մոտ նկատվում է միտումը թերագնահատել այս երևույթը, երբ նույնիսկ մեր զեկույց հրապարակում էինք պրեզենտացիայի օրը նույնիսկ ունեին գործընկերներ, որոնք նշում էին, թե իբր մենք չափազանցեցնում ենք այս խնդիրը իրականում գոյություն չունի, ինչը իրականում բավականին տարօրինակ պնդում է, հաշվի առնելով, որ այդ երևույթի ամբողջական ծավալները կարելի է զգալ, եթե դու այդ թիրախի մաս ես հանդիսանում, չի կարելի կողքից նայելով գնահատել։ Կա այդ երևույթը, չկա, կենցաղում կա, ավելի շատ մենք կենտրոնացել ենք իհարկե լրատվական հրապարակային դաշտում արկա երևույթների վրա, բայց այդ ամենը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենում, այսինքն երբ այդ կենցաղային մակարդակում գտնվող նարատիվները իշխանությունը կամ այլ դերակատար վերցնում է եւ լեգիտիմացնում է իր հանրային խոսքում, հրապարակային խոսքում, դա արդեն ավելի մեծ ծավալներով վերադառնում է կենցաղային մակարդակ եւ մարդիկ կրկին կենցաղային մակարդակում օգտագործում են խոսույթներ, որոնց մասին նրանք վստահաբար լսել են ինչ-որ YouTube-յան ալիքում կամ հեռուստա ընկերության եթերում։ Հայկ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Համեցրտի։